Երեկ երեկոյան համացանցը լցվեց Երևանում նախկին մշակութային շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի մասին լուրերով։ Րոպեներ անց պարզ դարձավ, որ խոսքը մայրաքաղաքի նախկին կանազ մշակույթի տան չգործող 4 հարկանի շինության մասին է։ Նախ զրուցեցինք հարևանությամբ ապրողների հետ։ Այն շենքի բնակիչներն են տեսել, որ կրիշից ծուխ այլ է։ Հետո տեսել են, որ բոցը լուսամուտներից դուրս է գցում։ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել էր թիվ 3 կանչ, դեպքի վայրում աշխատում էին հրշեջ փրկարարական ջոկատների 13 մարտական հաշվարկ, 2 ջրատար, 2 ավտոսանդուղք և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Փրկարները շատ կարևոր աշխատանք են կատարել, ինչպես տեսնում եք, երկու հատվածներում բնակելի շենքեր են շատ մոտ եւ կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր եւ այս պայն շարունակում է հրդեհաշիժման աշխատանքները շենքի հետևի հատվածում։ Այս հարցազրույցից րոպեներ անց հրդեհն ընդգրկեց նաև տանիքի հատվածը։ Փրկարարները մեկուսացրին նաև այդ տարածքի կրակը։ Բարեբախտաբար շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել եւ վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը։ Հրդեհը ըստ պաշտոնական հաղորդագրության ամբողջությամբ մարվեց ժամը 23:44-ին։ 1958-ին կառուցված կանազ մշակույթի տունը վաղուց արդեն չէր ծառայում իր նպատակին։ Երաժշտական բան եմ գնացել, պարի եմ գնացել։ Մեր մանկության հիշողություններից շատ բաներ աստեմ մնում։ Իսկ ինչ կար շուրջ 5 ժամ կրակի ճիրաններում հայտնված շենքի պատերից ներս։ Մեծ հետ զրույցում տարածքում նախկինում ապրած այս երիտասարդը իր բջջայինում եղած արխիվային լուսանկարները վերհիշեց։ Վերջին անգամ երբ եք այստեղ եղել։ Համառը։ Հետաքրքրության համար եք մտել։ Սա մանիկեններ են, սրանք է վառվել։ Այս մանեկենների ու ոչ միայն ներսում գտնվող հին իրերի ականատեսը դարձանք ու շենքի անմխիթար վիճակի մասին տեղեկացանք դեռ 2 տարի առաջ, երբ նախկին մշակույթի տունը դատարանի որոշմամբ վերադարձվել էր Երևան համայնքին։ Մինչև այդ շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր Արվեստի Այբուբեն մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 միլիոն դրամի ներդրում չէր արել եւ շենքը հայտնվել էր մեղմ ասած անմխիթար վիճակում։ Հարևանները պատմում են, որ այս տարիներին լքված այս շենքում ազատ ելումուտ են արել անօթևանները, տարածքում ապրող երեխաները։ Դռները բաց էր, շաղ քանդում էին, լուսամուտ բան տանում էին, ով ինչ ուզում անում էր։ Այս հետնամասից։ Այս հետնամասից էլ դեմի դռները միշտ բաց է եղել, գիշեր-ցերեկ։ Այսինքն անօթևաններն էլ էին այստեղ գալիս։ Կային։ Հաճախ եմ երեխաներ տեսել կտուրի վրա խաղ խաղալիս։ Ես 5-րդ հարկում եմ ապրում եւ բավականին շատ դեպքերում ասել եմ իջեք դուք կընկնեք, դուք կվնասվեք։ Այն անկյունի վրա անտուն մարդ էր մնում, անօթևան, դռները բաց էին։ Ես եղբայր ունեմ, որը սրտացավ մարդ է։ Առավոտյան 6-ին էլ տեսել, այդտեղ մարդիկ մտնում դուրս են գալիս, երեկոյան էլ այդ մարդը ամբողջ գիշեր հսկում է այս շենքը, որտեվ մենք ցավում ենք այս շենքի համար։ Պահակ չկա շենքի։ Աբսոլյուտ։ Երևանի քաղաքապետարանից եւս հաստատեցին բնակիչների նկարագրածը։ Համայնքային սեփականության իրավունքի վերականգնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել եւ պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին։ Հրդեհը անփութության հետևանքով է առաջացել դիտավորությամբ, թե պատահականություն է։ Հարևանությամբ ապրողների մտքում տարբեր վարկածներ էին շրջանառվում։ Պատճառների մասին շատ վաղ է խոսել, պատճառները որոշակի քննությունից հետո կարծում եմ գործընկեր կառույցները նաև կհայտնեն։ Հարևանները կասկածներ ունեին, որ գուցե շենքը հետո քանդեն ու փոխարենը տարածքում վերխոյանա նոր բարձրահարկ շենք, փակելով իրենց շենքերից բացվող տեսարաններն ու պարզապես իրենց բնակարաններ թափանցող արևի լույսը։ Արաբկիրը լավ տեղ է, գները բարձր են։ Այնինչ Երևանի քաղաքապետարանը հենց հաջորդ օրը տարածած հաղորդագրությամբ նաև փարատեց քաղաքացիների այս կասկածները։ Երևանի քաղաքապետարանի համար կանազ մշակույթի տան վերականգնումը օրակարգային է։ Նոր նախագծով պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը։ Կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք։ Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են նոր կոնցեպտի հիմքում STEM կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ։ Տիգրան Վագիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։